Չեմ կարող կտրվեմ, բացառում է։ Զարմանալի չհնչի, Քամանչայի բացօթյան վայելելու իսկական ժամանակն է։ Մի քիչ ցուրտ ու մի քիչ հայկական ուտեստներ։ Խաշը, թե չէ ապերոլներով, սառը կոֆեներով, սեղանները, բաներ խաշ։ Վահ, սրա մեջի յուղերը սոխառած, լավաշի չիպսի հետ միասին։ Մամմա միա, մայր Հայաստան, ինչ համով են մեր ուտելիքները։ Չեմ կարող կտրվեմ, բացառում է։ Մարդը ասում է ձեր պանր խաշը յուղոտ է, բայց ես ելնեի ավելի շատ յուղ կավելացնեի։ Գալագոշը, սրա սոխերը, մսով, ձմեռային են էլի մեր ուտեստները, սառը եղանակի համար են իսկական։ Հարիսան թթվով ամենակայֆը։ Առանց գառան տոլմայի դժվար է Երևանի բացօթյաները պատկերացնել։ Բարև ձեզ։ Բայց բզալիք էլի։ Դե իդեպ ամեն ինչը մի քանի բաժնով է դրած, սել խաշլաման է, մոտապես 3 բաժին, հայկական սեղանը պետք է լիքը լինի էլ։ Միսը դարել է բամբակ, բամբակյան էր պահանությունը։ Սրա սոուսը բա։ Ասես լավ կտոներով ով է խաշլամա տալիս։ Դա դառնամ խաշին։ Տեստի մեջ խաշ բառը կա, այդ արդեն համում է։ Պանր խաշ, խաշլամա, վանա խաշ։ Կարճ ասած եկեք Քամանչայի բացօթյան, այո, հենց այս ցրտին, շուտով բայց կփակենք։ Վայելելու հայկական ուտեստները ճաշակի բաներ ունեն, քացուցիչներ։ Այս կողմը էլեկտրականություն սիրողների համար է, այն կողմը գազ սիրողների համար, որը սիրում եք, եկեք վայելեք։ Ամեն ինչ հյուրերի համար։